Նախորդային կառավարության կողմից ընդունված անկախնիկի առկա քարտերով կատարվող անկախնիկ գործարքներից յետ վերադարձի միջոցառման մասին մանրամասները։ Միջոցառումը նախատեսվում է այն ֆիզիկական անձանց համար, ովքեր ունեն առկա քարտեր թողարկված եւ առկա քարտերով իրականացնում են գնումներ, ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման եւ միջոցառումը նախատեսում է նախորդ ամսվա կատարած գնումների 2%-ի չափով որոշակի սահմանափակումներ եւս կան, դրանց մասին եթե կարիք կլինի առանձին հարցերի միջոցով կպատասխանեմ, 2%-ի չափով հաջորդ ամսվա մինչեւ ամսվա 25-ը յետ վերադարձի մեխանիզմ, այսինքն փաստացի մարդկանց համար այն մարդկանց ֆիզիկական անձանց, ովքեր որ ունեն առկա քարտեր եւ առկա քարտերի միջոցով առկա վճարահաշվարկային համակարգում իրականացնում են գնումներ, ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերում 2% հետ վերադարձ է նախատեսում իրենց իրականացված գնումներից։ Սահմանափակումները վերաբերում են հետեւյալին, գործարքների գումարի սահմանափակումը սկսվում է 1000 դրամ եւ ավել գնման դեպքում, գործարքի դեպքում եւ մի գործարքի դեպքում առավելագույն յետ վերադարձի գումարը սահմանափակված է 6000 դրամով, իսկ մեկ ֆիզիկական անձի հաշվով ամսական հանրագումարային հետ վերադարձի համար սահմանային չափ է սահմանված 60000 դրամ։ Այսինքն 3 միլիոն դրամ գնման սահմանափակում է դրած, որի դեպքում 2%-ը կազմում է 60000 դրամ։ Որոշակի սահմանափակումներ կան նաև թե այն ծառայությունները, որոնք որ չեն մտնում այդ ձեռքբերվող ծառայությունների մեջ, որոնց համար հետ վերադարձ չի նախատեսված, ես կնշեմ, որոնք են այդ ծառայությունները, օրինակ տեղեկատվության, կապի եւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետ վերադարձ նախատեսված չէ, պետական եւ համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումներից նույնպես նախատեսված չէ, կար բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքները, դրանք են մեծահասակների համար նախատեսված բովանդակություն, ծանոթությունների կայքեր, հարթակներ, խաղատներ, խաղային ծառայություններ, թվային ֆայլերի պահեստավորում, հեռակա օգտագործման ծառայություններ, դրամապանակների, կրիպտոդրամապանակների եւ այլ կրիպտո ծառայություններ, ինչպես նաեւ ազարտային խաղերի եւ բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակների, հեռախոսային մարքեթինգի ծառայություններ, ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ, թանկարժեք քարերի եւ մետաղների առքու վաճառք, այս են խումբն է, որոնք որ ծառայությունները, որոնց ծառայությունների ձեռքբերման դեպքում հետ վերադարձ անկախնիկ եղանակով կատարված վճարումներից յետ վերադարձ նախատեսված չի, նաև դրանց մեջ են մտնում ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկող ֆինանսական ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատությունների օգտին գանձվող ցանկացած վճարները, դրանք նույնպես սահմանված են բացառությունների մեջ, ինչպես նաև օրինակ ֆինանսական ծառայություն, որևէ ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայության դիմաց ձեր վճարումը անկախնիկ եղանակով չի առաջացնելու յետ վերադարձ։ Բանկային, օրինակ, որևէ գործարքի դիմաց ինչ-որ վճար կամ ինչ-որ բանկային այլ ծառայություն։ Ինչպես նաև առկա նվեր եւ մեկանգամյա օգտագործման քարտերով կատարված գործարքների համար։